Ողջույն սիրելի հետևորդներ, ինչպես այսօր գրառում էի կատարել, տեսանյութ եմ տեղադրելու, որտեղ պատասխանելու եմ վերջին մի քանի օրերի ընթացքում ձեր կողմից ուղղված հարցերին, մեկնաբանություններին, որոնց արդեն նախորդ տեսանյութի ժամանակ ես ասել էի, որ պատասխանելու եմ տեսանյութի միջոցով, որովհետև հարցեր կային, որոնք կարելի էր նաև բարձրաձայն պատասխանել հանրության համար եւ հարցեր կային, որոնք գլոբալ մասշտաբի էին, կարիք կար, որ նաև ինֆորմացիա ստանային մնացած հետևորդները։ Սկսենք սիրելի հետևորդներ, նախապես ասեմ, որ տեսանյութը ոչ պաշտոնական է, այսինքն որևէ հաղորդաշարի չի պատկանում, ես զրուցում եմ ձեզ հետ, տալիս եմ ձեր հարցերի պատասխանները։ Եկեք սկսենք եւ ավելորդ ժամանակ չկորցնենք։ Ուրեմն Կարինե Ղազարյան 4539 օգտատերը դարձյալ իմ հետևորդներից է, հարց է ուղղել, բարև շատ սիրելի բժշկուհի ջան, հարց ունեմ, եթե հարմար լինի, խնդրում եմ պատասխանեք։ Օմեգա 3-ը մոտ 4 ամիս է ամեն օր ընդունել եմ, ուզում եմ ընդմիջում տամ, հարցնում է նախապես ընդմիջում տա, թե դրա կարիքը չկա, կանխավ շնորհակալություն։ Ուրեմն հարգելի հետևորդ, ես արդեն բազմիցս բժշկական խորհրդատվության էջում գրառումներ եմ կատարել օմեգա 3-ի հետ կապված եւ իմ տեսանյութի ժամանակ էլ ասել եմ, որ օմեգա 3-ը դուք կարող եք ընդունել 2-3 ամսից մինչեւ 6-7 ամիս ժամանակահատվածով, մաքսիմումը մինչեւ 1 տարի, որովհետեւ օմեգա 3-ից 98% հավանականությամբ չկա որևիցե վնաս կամ կողմնակի երևույթ։ Երևի թե աշխարհում պատկանում է այն արտադրանքներին, այն պրոդուկտին, որ վնաս չի հասցնում մարդու առողջությանը, միայն օգուտի ուրեմն գործոնն է այստեղ աշխատում, անկախ տարիքից, անկախ սեռից, ռասայական տարբերությունից, աշխարհագրական դիրքից, եղանակից եւ այլն։ Ուրեմն հարգելի հետևորդ, եթե դուք 4 ամիս խմել եք եւ չեք ունեցել որևիցե սրտխառնոց կամ ինչ-որ դիսկոմֆորտ վիճակ, անհարմարություն եւ այլն, ամեն բան օրգանիզմում նորմալ է ընթանում, ճիշտ է ընթանում, դուք այնպիսին եք, ինչպիսին 4 ամիս առաջ եք եւ հիմա էլ ինքնազգացողության մասին է խոսքը, հանգիստ կարող եք եւս 2 ամիս շարունակել, որպեսզի բուժումը կիսատ չմնա ձեր, պրոֆիլակտիկան կիսատ չթողնեք, եւս 2 ամիս կարող եք շարունակել, դարձնել կուրսը 6 ամիս, այնուհետև կարող եք 3 ամիս ընդմիջում տալ եւ նորից 6 ամիս, եթե կարիքը լինի, նորից 6 ամիս ժամանակահատվածով կրկին սկսեք օմեգա 3-ի ընդունումը։ Սա նորմալ է։ Եթե կան հետևորդներ, ովքեր էլի նույն վիճակում են գտնվում, կցանկանային իմանալ ինչ չափաբաժնում եւ ինչ ինտերվալով խմեն, ահա ես տալիս եմ այդ հարցի պատասխանը։ Եթե կան անձինք, ովքեր 4 կամ 5 ամիս է խմում են, մտածում են դադար տան, թե չէ, լավագույն տարբերակը առանց դադար տալու, դարձնել կուրսը 6 ամիս, այնուհետև ինտերվալ ժամանակահատված վերջացնելուց հետո նորից անցնել դեղորայքի ընդունմանը։ Կարծում եմ ձեր հարցին տվեցի սպառիչ պատասխան։ Անցնենք առաջ, հարգելի հետևորդներ, որովհետև այսօրվա մեր հարցերը մի փոքր երկար են եւ շատ են։ Ես չեմ ուզում, որպեսզի մենք որևիցե կարևոր հարցադրում բաց թողնենք։ Ուրեմն հաջորդ մեր օգտատերը Սոնա Կարապետյան 6210 3 ժամ առաջ է մոտավորապես գրել, հարց է ուղղել. Հարգելի Գայանե, դուք ասացիք, որ խմենք օրը 2 անգամ 1 տաբլետկայից ուտելու ժամանակ։ Ես աթերոսկլերոզ ունեմ եւ մոռանում եմ խմել։ Իսկ կարելի է խմել 2 տաբլետկան միասին։ Շնորհակալ եմ ձեզ մանրակրկիտ բացատրության համար։ Հարգելի Սոնա, ուրեմն մի անգամից տամ ձեր հարցի պատասխանը, ոչ չեք կարող, ճիշտ է, որ խմեք 1 դեղահապ առավոտյան, 1 դեղահապ երեկոյան, երկուսը միասին չի տալու այն էֆեկտը, ինչը կտա ինտերվալ ժամանակահատվածով առավոտ երեկո դեղահաբի ընդունումը միջին թերապևտիկ դոզան։ Դրա համար ճիշտ է խմել այնպես, ինչպես ցուցել եմ ես։ Չնայած ես էլ չեմ ցուցել, սա ցուցել է Սոլգար ապրանքանիշը, որը զբաղվում է հետազոտությամբ, մնացած այլ աշխատանքներով, այնուհետև, այսինքն այդ բոլոր դռներով, բոլոր փուլերով անցնում է, նոր պրոդուկտը հասցնում է սպառողին։ Իսկ եթե հասցնում է սպառողին, արդեն իսկ ներդիր թերթիկում ամեն բան ասված է, գրանցված է, ֆիքսված է եւ համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Այստեղ որևէ փոփոխություն անելու մենք ոչ իրավունք ունենք, ոչ էլ դրա կարիքը կա։
Աթերոսկլերոզը ձեր բացարձակ կապ չունի դեղորայքի ընդունման հետ, եթե հիշողության խնդիր կա չեք կարողանում հիշել, հեռախոսի վրա զարթուցիչ միացրեք, ժամի տակ դրեք, անվանումը գրեք դեղորայքի ընդունում կամ հենց դեղորայքի անվանումը գրեք եւ ընդունեք, այստեղ ոչ մի բարդ բան չկա, կարծում եմ, որ ամեն հարց ունի իր լուծումը, պարզապես պետք է այդ լուծումը գտնել, այնպես որ ոչ հարգելի հետևորդ, դուք պետք է այն խմեք մեկ առավոտյան, մեկ երեկոյան, ճիշտը դա է։ Անցնենք առաջ, եւ հիշեցնեմ, որ տվյալ օգտատերը հարցը ուղղել էր կապված մագնեզիումի ցիտրատի հետ Solgar ապրանքանիշի, որպեսզի ձեր մոտ մոտ չմնա, թե ինչի մասին էր խոսքը։ Մի այլ հետևորդ Վարսիկ Զալիբեկյան 3485 օգտատիրոջ անվանումը հարց է ուղղել, խնդրում եմ ասեք, տոնոլիսը մագնետաբը կարող են փոխարինել ցիտրատին։ Տեսեք, տոնոլիսը մագնեզիում լակտատ է, մագնետաբը էլի մագնեզիում է, նաև սրանք իրանց մեջ պարունակում են վիտամին B6։ Իսկ Solgar ապրանքանիշը իր մեջ մագնեզիումից բացի այլ նյութ չի պարունակում, վիտամին B6 չի պարունակում, այստեղ մաքուր ինքը մագնեզիումի ցիտրատ է։ Հիմա տեսեք, եթե դուք խմում եք, ուշադիր լսեք, որ նորից նույն հարցի պատասխանը, այսպես ասած, ես չկրկնվեմ, նորից նույն բանը անընդհատ չասեմ, հա։ Ուրեմն տեսեք, եթե դուք ընդունում եք մագնետապ կամ տոնոլիս, երկուսից մեկը, որովհետև երկուսն իրար հետ անհնար է որ ընդունեք, երկուսն էլ նույն դեղն են։ Եթե ընդունում եք տոնոլիսը կամ մագնետապը, որի մեջ կա վիտամին B6, դա նշանակում է, որ ունեք նյարդային խնդիր։ Նյարդային դյուրագրգռության ու անքնության դեմ եք դուք խմում մագնեզիումի հետ զուգահեռ։ Տոնոլիսի մեջ եւ կա մագնեզիում, լակտատի տեսքով ոչ թե ցիտրատի, եւ կա մագնետաբի մեջ վիտամին B6-ի հետ զուգահեռ։ Եթե դա եք խմում, ցանկանում եք փոխարինել ցիտրատով, միայն այն դեպքում կարող եք փոխարինել Solgar-ի ցիտրատով, եթե դուք չունեք աղեստամոքսային համակարգի բարդություններ, թթվայնության բարձրացում, բոլորիդ հայտնի իժոգ, անստամոքսի ցավ, մարսողության խանգարում եւ այլն, խնդրեմ, կարող եք փոխարինել։ Եթե այլ հարցեր ունեք, ինձ նորից կարող եք մեկնաբանությունների բաժնում գրեք, ես արդեն անձնական ձեզ կանադառնամ կպատասխանեմ։ Այստեղ մի շարք հետևորդներ ինձ գրել են, շնորհակալություն են հայտնել տեսանյութի եւ ինֆորմացիայի համար, ես էլ ձեզանից եմ շնորհակալ, որ հետևում եք Edge-ին։ Այստեղ մի հետևորդ, ճիշտն ասած չհասկացա ինչ է օգտատիրոջ անվանումը, հարց է ուղղել, բայց չասացի քանի ամիսը մեկ ընդունել մագնեզիումի ցիտրատը։ Հարգելի հետևորդներ, ուրեմն Solgar ապրանքանիշի ամբողջ պրոդուկցիան որևէ հստակ ընդունման կուրս չունի, այսինքն չի լինի այնպես, որ ենթադրենք 15 օր խմեն, անխտիր բոլորը ու վերջ, էլ երբեք այդ դեղորայքը կամ վիտամինը չեն խմելու, ոչ։ Solgar ապրանքանիշի ամբողջ պրոդուկցիան մինիմումը, իմացեք, իր վրա մինիմումը 3 ամիսը անխոսք դրված է։ 3 ամիսը գոնե պետք է խմեք, որ ստանաք արդյունք։ Նույնը վերաբերում է մագնեզիում ցիտրատին։ Հիմնականում գարնանը կամ աշնանը պետք է խմեք, որովհետև այդ ժամանակ է նյարդային ազդակները ակտիվանում, մարդու մոտ սկսում է աննորմալ վիճակ, ամեն մի փոքր բանից նյարդայնանում է, տրամադրությունն է փոխվում եւ այլն, մի խոսքով շատ նյուանսներ կան, այնպես որ եթե որոշել եք խմեք 1 շաբաթ կամ 10 օր, մի արեք, իմաստ չունի։ Խմում եք 2-3 ամիս մինիմում, որ ստանաք այն թերապևտիկ ազդեցությունը, որը որ իրոք ձեր օրգանիզմին պետք է։ Եթե էլի հարցեր կան, խնդրեմ գրեք, ես սիրով ընթացքում կանադառնամ։ Ուրեմն հարգելի հետևորդներ, ում մեկնաբանությանը ես տեսանյութով պատասխանում եմ, իր մեկնաբանության տակ դնում եմ սրտիկ։ YouTube-ի սրտիկի նշանը, որ պարզ լինի, ում մեկնաբանություններին եմ ես անդրադարձել։ Այստեղ դարձյալ ինչ շնորհակալություն են հայտնում տեղեկատվության համար, Erius դեղամիջոցի Edge-ում էր գրված։ Տեսնենք ինչ ունենք էլ այստեղ եւ անցնենք մնացած կարևոր հարցադրումներին։ Ես իհարկե բոլոր հարցերը կարդացել եմ, բայց քանի որ կարիք կար անդրադառնալու,
Դրա համար ցանկացա, որ տեսանյութով ձեզ պատասխանեմ։ Ուրեմն, հետևորդներից հաջորդը Գայանե Դաշտոյանը մեզ հարց է ուղղել. Բարի երեկո Գայանե ջան, խնդրում եմ ասեք, մագնեզիումի ցիտրատը օգնում է փորկապությանը, թե ոչ։ Հարգելի օգտատեր, ուրեմն որպես այդպիսին սոլգարի մագնեզիում ցիտրատի հետ կապված չկա ցուցում, որ նա օգնում է փորկապությանը։ Ես չգիտեմ որտեղից է այդ ինֆորմացիան առաջացել կամ գուցե դուք եք ուղղակի ուզում իմանալու համար հարցնեք, ես ձեզ պատասխանեմ, որ նման ցուցում մագնեզիումի ցիտրատը սոլգար ապրանքանիշի չունի։ Փորկապությունը ուրեմն դադարացնելու, ավելի ճիշտ փորկապությունը, երբ որ մարդու մոտ փորկապություն է լինում, տեսեք, դա բոլորիդ հայտնի զապորն է, այսինքն մարդը երբ որ գնում է ուզում է որ աղիները գործի, աղիները չի գործում, ցավեր է ունենում եւ այլն, դա բոլորիդ հայտնի զապորն է, որպեսզի դա վերածվի փորլուծության ու կարգավորվի, խմում են մագնեզիումի սուլֆատը։ Մագնեզիումի սուլֆատը, հարգելի հետևորդներ, կանաչ գույնի փոշենման զանգված է, թղթյա ուրեմն տուփերի մեջ, թղթյա պակետիկների մեջ, այսպես ասեմ, որ ձեզ ավելի պարզ լինի, վաճառվում է բոլոր դեղատներում, որտեղ մտնեք մագնեզիումի սուլֆատի փոշի հարցնեք, ձեզ տալու են Escofar մարտադրանքի մագնեզիումի սուլֆատը, որը շատ լավ վերացնում է փորկապությունը եւ աղիները սկսում են գործել։ Մնացած մանրամասները խնդրում եմ ճշտեք դեղատնից, որպեսզի ես հիմա ավելորդ ժամանակ դրա վրա չծախսեմ, եթե իհարկե կա ձեր մոտ փորկապություն։ Սա այսպես, անցնենք առաջ։ Սիրանուշ Անդրեասյանը մեզ հարց է ուղղել. Շնորհակալություն իմ սիրելի Գայանե ջան, մեզ շատ բան եք սովորեցնում, բացատրում եք շատ մատչելի, խնդրում եմ կասեք Nanoflex դեղի մասին, վերցրել եմ on-line ծնկներիս համար, բայց առայժմ օգուտ չեմ զգում, նախորոք շատ շնորհակալ եմ բժշկուհի ջան։ Հարգելի հետևորդ, Nanoflex-ը եթե գնել եք on-line, նախ ինձ պետք է տեղեկացնեք դուք որ հարթակից եք on-line գնել, սա շատ կարևոր է։ Երբ որ ես իմանամ, որ հարթակից եք on-line գնել, ավելի մանրամասն ձեզ կպատասխանեմ։ Իսկ օգուտը պետք է 6 ամիս խմեք, որպեսզի դրա օգուտը զգաք։ Եթե նոր եք սկսել, արդեն ուզում եք դադարացնեք, կասեմ, որ սխալ եք անում, դադարացնել պետք չէ։ 6 ամիս մինիմում պետք է խմեք, որ ինքը իր ազդեցությունը լիարժեք թողնի ձեր օրգանիզմի վրա։ Կխնդրեմ մեկնաբանությունների բաժնում կամ Facebook-յան հարթակում, եթե ձեզ հարմար է, գրեք տեսնեմ որտեղից եք պատվիրել։ Եթե պատվիրել եք այ հերբով, ամեն բան նորմալ է, հանգիստ կարող եք խմել, շարունակել կուրս դարձնելով 6 ամիս։ Եթե այլ հարթակից եք գնել, ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու, որովհետև արդեն տեսանյութով ասել եմ, որ բացի iHerb-ի կայքից, ուրիշ ոչ մի կայքից աշխատեք on-line հարթակներից դեղորայք վիտամիններ չգնել։ Թե ինչու արդեն տեսանյութի ժամանակ բացատրել եմ, չեմ ուզում նորից կրկնվեմ։ Անցնենք առաջ։ Այստեղ մի հետևորդ ունենք, Հայկանուշ Մարգարյան 5691 օգտատիրոջ անունը, մեզ հարց է ուղղել։ Խնդրում եմ ասեք, որ դեղատներից օգտվենք։ Ժողովուրդ ջան, ուրեմն այս հարցը շատ են ուղում, էլի եմ կարդացել, հիմա չեմ հիշի որ տեսանյութի տակ շատ են գրում, որ դեղատներից օգտվենք։ Տեսեք, հարգելի հետևորդներ, Հայաստանում դեղատնային ցանցերը օր-օրի աճում են, անհատ ձեռնարկատերերը օր-օրի աճում են։ Էլ չեմ խոսում ներհիվանդանոցային ներսի դեղատների մասին։ Հիմա տեսեք, ձեր հարցը շատ գլոբալ է։ Հիմա եթե ես նստեմ ցիտեմ, ձեզ հերթով ասեմ գնեք այս դեղատնից մի գնեք, դա կնշանակի, որ ես մեկին վարկաբեկում եմ, փնովում եմ, մյուսին մեծարում եմ, բարձրացնում եմ, սա սխալ է։ Նախի մեջում չկա նման տեսանյութ, նման ռեպորտաժներ ես չեմ նկարում, որտեղ մեկին գովաբանենք, մյուսին փնովենք, նման բան գոյություն չունի։ Ես on-line դեղատներից գնեք թե ոչ տեսանյութի ընթացքում վերնագիրն եմ ասում, որ ձեզ պարզ լինի։ Այդ տեսանյութի ժամանակ ձեզ արդեն ասել եմ։ Հայաստանի Հանրապետության բոլոր դեղատնային ցանցերից կարող եք օգտվել, որովհետև 80-ից 90% դեղերը նորմալ արտադրանք են, չեն էլ կարող նորմալ չլինել, որովհետև հիմա
թե առողջապահության նախարարությունը, թե ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ օրենքներ են փոխվել կապված առողջապահական ոլորտի, դեղերի ներմուծման, մի խոսքով չեմ ուզում շատ իրավաբանական դեպի հարթակ տանեմ, փոխվի տեսանյութի մեր ընթացքը, այսինքն չեմ ուզում թղթաբանության մեջ խորանամ, կարճ ու կոնկրետ ասում եմ, շատ բաներ են հիմա փոխվել մեր երկրում կապված առողջապահության նախարարության ու դեղագործական շուկայի հետ։ Նախկինում ուրեմն 6000 անվանում կար գրանցված Հայաստանում, որ կարողանում էին օրիգինալ տարբերակով ներմուծել Հայաստան, այժմ 6000-ը իջել դառել է 3000։ Սա մի կողմից լավ է, որ անկապ դեղ խմողների թիվը գնալով կպակասի մեր երկրում։ Հիմա շեշտը ավելի շատ դրված է վիտամինների, բիոլոգիական ակտիվ հավելումների, ամինոթթուների, հակաօքսիդանտների վրա։ Ինչի հետ, որ շատ լավ աշխատում է նաև սոլգար ապրանքանիշը։ Դեղորայքի, որպես դեղ լիկարստվինное սредство հասկացողությունը գնալով իջնում է։ Մարդիկ արդեն գնում են ավելի վիտամինային հավելումների, այսպես ասած, ետևից, քան դեղորայքի։ Ես ինքս էլ սրան կողմ եմ, թե ինչու ժամանակը երբ որ գա, տեսանյութ կնկարահանեմ, կլուսաբանեմ, կբարձրաձայնեմ, թե ինչու հիմա դրա ժամանակը չի։ Թե ինչի դա էլ կոնֆիդենցիալ է, թող միայն մենք իմանանք մասնագետներս, երբ որ ժամանակը գա, ես ամեն հարցի շուրջ կբարձրաձայնեմ, տեսանյութ կնկարահանեմ, որովհետև իմ ալիքում, տեսեք, ես եմ որոշում, ինչի մասին խոսեմ, ինչի մասին ոչ, ինչն է ակտուալ, ինչը ոչ, ինչն է պետք բարձրաձայնել, ինչը պետք չի։ Հարգելի հետևորդ, ուրեմն բոլոր դեղատնային ցանցերից կարող եք օգտվել։ Անհատ ձեռնարկատերերը, տեսեք, լիքը անհատ ձեռնարկատերեր կան մեր երկրում, որ զբաղված են սև շուկայով։ Ինչ է նշանակում սև շուկա, դեղերը բերում են ոչ օրիգինալ ճանապարհով, այսինքն ոչ օրինական ճանապարհով, որտեղից պատահի, ինչքան պատահի, մենակ թե էժան լինի, մենակ իրանց դեղատնից գնան օգտվեն, ուրիշ տեղից չառնեն, մեր ժողովուրդն էլ այդպես բնավորության գիծ կա ձևավորված, որտեղ 5 դրամ էժան է, վազում են այնտեղ, առանց մտածելու, ինչի է այնտեղ 5 դրամ էժան, միտեղ 30 դրամ էժան, միտեղ 100 դրամ էժան։ Այսինքն այս ինչ բառով ասեմ, որ ինձ ավելի ճիշտ հասկանաք։ Նյուանսներ կա, որ մի քիչ էլ մարդը պետք է մտածի, հա, այսինքն ամեն ինչ չի, որ պետք է մասնագետները անընդհատ ասեն, որ մարդիկ էլ լսեն։ Մի քիչ էլ մարդը պետք է իր գիտակցության մեջ մտցնի, մի քիչ ինքնակրթությամբ զբաղվի, հələ հասկանա ինչն է պատճառը, որ միտեղ ենթադրենք X պրեպարատը 5 դրամ է, միտեղ 1 դրամ է, միտեղ 1000 դրամ է, միտեղ 700 դրամ է, որտեղ այդքան գնային ինտերվալ չի կարող լինել։ Բան չունեմ ասելու, ոչ մի դեղատնային կազմակերպություն, դեղատան տնօրեն կլինի, մենեջեր կլինի, դեղատան աշխատակից կլինի ձեզ մեծացախ վաճառքի գին չեն ասելու, իրավունք էլ չունեն ասելու։ Դրանք կոնֆիդենցիալ մասնագիտական, նեղ մասնագիտական ճակերտների մեջ, ուրեմն դետալներ են, գործողություններ են, որոնց մասին չենք բարձրաձայնում։ Ես ինքս էլ չեմ բարձրաձայնում, որովհետև կարգն է այդպես։ Հիմա թե ինչի է այդպես, ով է որոշել, որ այդպես է, այդ արդեն կարևոր չի։ Կարգը այդպես է մեզանից, այդպես են պահանջում, մենք էլ պարտավոր ենք այդ ամենի ենթարկվելու։ Հիմա տեսեք, եթե ձեզ անհանգ ստացնում է դուք օգտվեք ցանցից, թե օգտվեք անհատ ձեռնարկատերերից, ես ձեզ 100%-անոց ինֆորմացիան տամ ասեմ։ Այսօր դեղատնային ցանցերը ռիսկ չեն անում, այսպես մի քիչ այլ խոսակցականով ասեմ, որ ավելի լավ հասկանաք։ Ռիսկ չեն անում, անօրինական ճանապարհով դեղեր բերեն ներմուծեն, մի հատ էլ տան սպառողին։ Ինչը անում են անհատ ձեռնարկատերերը, որտեղ անհատ ձեռնարկատերերի այնքան շատ են քաղաքում, հանրապետությունում, այնքան շատ են, թիվ նույնիսկ ես չեմ կարող ասել, որ զբաղվում է սև շուկայով։ Ինքս էլ փորձ ունեցել եմ, լիք հաձաների մոտ աշխատել եմ ժամանակին, տեսել եմ ինչով են զբաղված, մարդկանց խաբում են, որ իրենց գրպանները լիքը փող լցվի ու այդպես էլ եղել է ցավոք սրտի, բայց ոչինչ, դրա ժամանակն էլ կգա, այդ ամեն ինչին վերջադրվելու ու հույս հանկարծ չունենան, որ այդպես իրանք շարունակելու են աճել ու բարգավաճել, բերեն օրիգինալ դեղի տուփը ցույց տան, բայց մեջը բերած լցրած լինեն Թուրքիայից ու էլ չգիտեմ որտեղից կասկածելի արտադրանքի դեղորայք, նայեն անվանումը նույնն է, ինքը նույն դեղն է, ասենք ինքը արտադրում է Ֆրանսիան, բայց Ֆրանսիայի հետ կատեգորիկ կապ չունի, այսինքն դեղը
կներեք արտահայտությանս լևի ձևով բերեն ներմուծեն ձեզ խափեն, կխափնվեք թե չեք խափնվի, էդ արդեն մարդու կրթվածության մակարդակի մասին է խոսում։ Եթե մարդը մի քիչ զարգացած եղավ, հա, կրթվելը չի նշանակում մենակ համալսարաններն ավարտել, հերթով բոլոր դիպլոմները ստանալ, ոչ։ Մարդը կարա ինքնակրթությամբ զբաղվի, մի հատ հասկանա ինչ է կատարվում, ուր է ինքը գնացել, որտեղից է առևտուր անում եւ որտեղ են իրան խափում կամ ինչ որ գայթակղիչ առաջարկություն անում։ Այս ամեն ինչը արդեն ես չի որ ձեզ պետք է ասեմ, այս ամեն ինչի մասին պետք է մտորեք դուք, հասկանաք դուք։ Էլի եմ ասում, եթե դնենք համեմատենք, ավելի լավ է դեղատնային ցանցերից օգտվեք, քան ԱԶ-ներից, որովհետև այսօր լիքը անհատ ձեռնարկատերեր զբաղված են սև շուկայով։ Ոչ մեկի անունը ես չեմ տա, չնայած իմ մեծ հաշվով լիքը մարդկանց անուն կարամ տամ, բայց չեմ տա, առայժմ թող աշխատեն, մինչև տեսնենք այդ ամեն ինչի վերջը երբ է դրվելու ու համոզված եմ դրվելու է։ Այնպես որ հարգելի հետևորդ, ցանցերից հանգիստ կարող եք օգտվել, որտեղ որ 80-90%-ով ձեզ հաստատ չեն խաբելու։ Մեկ էլ երբ որ դեղորայք եք գնում, ուշադրություն դարձրեք ժամկետներին։ Դեղատնային ցանցերը համոզված եմ, ինքս էլ ցանցերում աշխատել եմ եւ հիմա էլ աշխատում եմ, դեղատնային ցանցերը իրանց հաճախորդներին չեն խաբում, ժամկետի հետ կապված։ Անհատ ձեռնարկատերերը ավելի շատ են խաբում, քան ցանցի, ուրեմն ցանցային ղեկավարները։ Այս իմացեք ու մեկ միշտ հիշեք։ Անցնենք առաջ։ Ձեր հարցին ես պատասխանեցի եւ այժմ ձեր մեկնաբանության տակ հարգելի օգտատեր, ես դնում եմ սրտիկը եւ լայքը, ձեզ հուշումը կգա, դուք կտեսնեք արդեն, կհասկանաք։ Տեսեք, մի հատ հետևորդ ունեմ, այս հետևորդին զբաղուց է հետևում։ Հարց ա ուղղել, ունեմ։ Ես հիմա կարդացի ինտերնետում ձեր նշած բադի մասին, խոսքը սոլգարի մագնեզիումի ցիտրատի մասին է հարգելի հետևորդներ։ Ամեն երրորդ օձիվը բացասական է գրված, հիմա որ առնեմ ինձ էլ չօգնի, ախր էժանել չի։ Լուսինե Գևորգովնա 2362 անվան օգտատերն է։ Հարգելի հետևորդ, եթե դուք չեք դիտել on-line դեղորայք գնել թե ոչ տեսանյութը, իմ ալիքում կա, կարող եք գնել, ներողություն, կարող եք դիտել, որ ձեզ համար ավելի պարզ լինի, որպեսզի ես հիմա նորից նույն բաները չկրկնեմ, բայց ձեր հարցին ամեն դեպքում կտամ պատասխան, այստեղ նշել էիք ամեն երրորդ օձիվը բացասական է։ Նախ ես կուզենայի իմանայի, թե որ դուք նշել եք կարդացի ինտերնետում, ինտերնետը լայն հասկացողություն է, որ էջում եք կարդացել։ Ես մեկ անգամ չէ, արդեն շատ անգամ եմ ասել, չեմ զլանա եւս մեկ անգամ կկրկնեմ։ Սոլգար ապրանքանիշը հանդիսանում է ամերիկյան արտադրանք։ Սոլգարը ուրիշ ոչ մի երկրում, բացի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգից, ուրիշ ոչ մի երկրում ինքը ֆիլիալ չունի, գործարան չունի։ Հնդկաստանում չունի, Թուրքիայում չունի, Ռուսաստանում չունի, Ֆրանսիայում չունի, Գերմանիայում, Բելգիայում եւ այլն եւ այլն եւ այսպես շարունակ չունի ոչ միտեղ ինքը գործարան։ Միայն իր գործարանը գտնվում է Ամերիկայում։ Հիմա ես ձեր հարցին հարցով պատասխանը դուք մտորեք։ Եթե դեղորայքը օրիգինալ ճանապարհով, սոլգարի մասին է խոսքը, ենթադրենք օմեգան, օրիգինալ ճանապարհով, փաստաթղթերով, ճիշտ ջերմաստիճան պահելով, դեղորայքը չվնասելով, չփչացնելով, ժամերով արևի տակով չբերելով, խոնավ տեղ չպահելով ճանապարհի ընթացքում, գալիս հասնում է Հայաստան, հասնում է դեղատուն, դեղատնային պահեստ, հետո դեղատուն, հետո սպառողին։ Ու այդ ապրանքը չի վնասվում։ Արժեքը ենթադրենք 50,000 դրամ է։ Ու բոլոր տեղերում է ինքը 50,000 դրամ։ Հիմա ոնց եք պատկերացնում։ Ամերիկյան արտադրանքը Վայլդբերիզից, Օզոնից եւ այլ հարթակներից 25,000-ով հնարավոր է գա Հայաստան ու լինի նույն պրոդուկտը։ Հիմա խնդրում եմ ինձ տակը չգրեք, տուփը նույնն է։ Ես այդ տուփի մասին արդեն անդրադարձել եմ, ասել եմ, ձեզ կարան բերեն տան տուփը,
օրիգինալ, մեջը ինչ գիտեք, օմեգա 3-ա, ամերիկյան, թե ռուսական, էժան 1000 դրամանոց, ենթադրենք տուփը 1000 դրամ են առել, 1000 դրամը X գումար եմ ասում, օրինակի համար, 1000 դրամանոց օմեգա են առել, բերել լցրել են մեջը, տալիս են ձեզ, ասում են տարեք խմեք, ձեզ առողջություն ենք մաղթում, համոզված եք, որ օրիգինալն է, համոզված չեք, իսկ ես համոզված եմ, դրա համար ես մասնագետ եմ, այս ոլորտի, դուք մեկ այլ ոլորտի մասնագետ եք։ Ես ուզում եմ, որ դուք պրինցիպը հասկանաք, այս ամեն ինչի, ես արդեն մի անգամ անդրադարձել եմ, ասել եմ, հիմա նորից եմ ասում։ Եթե 100% համոզված եք, 100% համոզված եք, որ գնում եք վայլբերիզից այդ վիտամինը, ձեզ նույն բանն են տալիս, ինչը որ դրված է դեղատներում 50,000 դրամ, խնդրեմ, գնացեք գնեք։ Եվ հետո մի հատ ավելացում անեմ, այս գնային քաղաքականության հետ կապված։ Այս հարցը որտեղ շատ են ուղղել, ուրեմն հարգելի հետևորդներ, տեսեք, երբ որ դեղորայքը ներմուծվում է Հայաստան, նախ եկեք չմոռանանք մենք ինչ աշխարհագրական դիրքում ենք գտնվում։ Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես քարտեզի վրա որտեղ է գտնվում։ Մենք չունենք դեպի ծով ճանապարհ։ Մեր այս պարենային մթերքներ, դեղորայք եւ այլն, հիմա չեմ ուզում քաղաքականության տրվենք, այլ հարթակ տեղափոխվի մեր տեսանյութը։ Ինչ ճանապարհով է գալիս, այդ ամեն ինչը ձեր հայտնի բառով ասեմ, հիմա դրա հայերեն տարբերակը չեմ հիշի, որ ասեմ, այն որ ասում են ռաստամոշկա են անում, դեղերը բերում են։ Այդ ամեն ինչը երբ որ անում են, ժողովուրդ ջան, գինը գնալով բարձրանում է։ Դա նորմալ է, որովհետև այդ ամեն ինչի համար մեր պետությունը հարկ ամուծում դրսին, որտեղից որ բերում է, այդ պետությանը հարկ ամուծում։ Բերում է հասցնում է ձեզ, որ դուք էլ խմեք, ձեզ լավ զգաք, չհիվանդանաք, չվատանաք, առողջությանը վնաս չհասցնեք։ Դրա համար գինը բարձանում է։ Իսկ երբ որ դուք գնում եք, ենթադրենք, տոմս առնում եք, թռնում եք Եվրոպա, գնում եք այդ դեղը Շվեյցարիայում, մտնում եք դեղատուն, տեսնում եք, վայ, $5 է, ենթադրենք, անում է 2000 դրամ, բա ինչի է Հայաստանում 13000 դրամ, բա չեք մտածում, որ այդ ամեն ինչը փուլերով դռնեդուր գալի անցնում է։ Ձեզ համար իրանք չեն տոմսը առնում, թռնում Շվեյցարիա, Շվեյցարիայից վերցնում դնում իրենց պայուսակները, գրկած ինքնաթիռով բերում հասցնում Հայաստան։ Դռնեդուռա, չէ՞ այդ ամեն ինչը անցնում։ Այ կխնդրեմ այս հարցի շուրջ մտածեք, թե ինչի է որ հասնում է դեղատուն, գինը բարձրանում է։ Մեր ժողովրդին թվում է միտեղ, որ մի բանը էժան է, ուրեմն լավն է։ Ոչ, դա այդպես չի։ Մի հատ էլ ուրիշ բան ասեմ։ Ենթադրենք օնկոլոգիական դեղ եք գնում, օնկոլոգիական ինչ որ X դեղ, հիմա պարտադիր չի անունը ասեմ, որը որ պետք է պահվի միշտ 8 աստիճան ջերմաստիճանում։ 8 աստիճանն էլ արդեն հավասարազոր է սառնանան դնելուն տվյալ դեղորայքը։ Եվ որ դա ներմուծում է դեղատնային ցանցը, ինչ դեղատնային ցանց ուզում է լինի, բոլոր դեղատնային ցանցերը ես իմ 5 մատի պես ճանաչում եմ, ինձ հիմա հարցեր չգրեք, մեկնաբանություններ չգրեք, այս ցանցը, սենց են ցանցն է, այն ցանցն է, որովհետև այդ ամեն ինչը ես ձեզանից լավ շատ լավ գիտեմ։ Երբ որ ներմուծում է դեղատնային ցանցը, ինքը պարտավոր է ու պահում է, եւ պարտավոր է պահել եւ պահում է այդ ջերմաստիճանը, ճանապարհ բերելա, տանելա, տեղափոխելա, պահեստից դեղատուն հասցնելա, նույնիսկ սառույցով են հասցնում, փոխանցում են դեղատան աշխատողին, դեղատան աշխատողն էլ դեղը ստանում է, փաստաթղթը ստորագրում է, դեղը տանում դնում է սառնարան, չի էլ կարող չդնել սառնարան, որովհետեւ համ իր աշխատավարձից կպահեն, համ կտուգանեն, համ էլ կստանա գրավոր նկատողություն։ Իսկ երեք նկատողություն ստանալուց հետո այդ աշխատակցին կարան աշխատանքից հեռացնեն, ինչ դեղատնային ցանց ուզում է լինի։ Հիմա եթե դուք եք գնում այդ նույն դեղը բերում, այդքան ինֆորմացիա չունեք, որ այդ դեղը պետքա պահվի սառնարանում, այդքան ճանապարհ կարանալու եք դուք բերեք այն ջերմաստիճանը, որը որ բերում է դեղատնային ցանցը, չեք կարողանալու։ Հետո որ բերենք համեմատենք ձեր դրսից բերած դեղը ցանցի օրիգինալ ներմուծված դեղի հետ ռեալ տարբերություն է լինելու։ Այ հիմա հասկացաք ինչի է դեղատանը 13000 դրամ, ենթադրենք եվրոպական ինչ որ երկրում Հայաստանի Հանրապետության արժույթով գալիս է դառնում է 2000 դրամ։ Հիմա հասկացաք տարբերությունը։ Դրա համար ամեն ինչը պետք չի տենց պրոպագանդել։ Մեկ էլ ինձ մեկնաբանություն են գրում, հարց են գրում, Գայանե ջան, այս ինչ դեղը ձեր ասած տեղը գնացի նայեցի 35000 էր, այս ինչ տեղը 7000 դրամ է։ Չեք մտածում, որ դա նորմալ չի։ Ավելի լավ է դուք 37000 տակ գնեք օրիգինալ դեղ, իմանաք ձեր օրգանիզմին վնաս չեք հասցնում, քանի որ կասկածելի կայքերից 7000 դրամով պատվիրեք ու ունեք կրակը։ Հետո ինձ նկար են ուղարկում, տեսեք տուփը նույնն է, հա տուփը կարա նույնը լինի։ Հիմա ես
կարող եմ սա, երբ որ խմեմ վերջացնեմ, գնամ դեղատնից, էժան 1000 դրամ տամ, 30 կապսուլա կամ 90 կապսուլա օմեգա 3-ը, էժան ռուսական առնեմ բերեմ լցնեմ մեջը, փաթեթավորեմ, ասեմ ամերիկյանն է, տարեք 15000 դրամ է, տվեք, գնեք, տարեք, խմեք։ Բայց չեմ անի ես իհարկե տենց բան, ինչը շատ-շատերը թույլ են տալիս։ Այս սրա մասին դուք պետք է մտածեք։ Այնց որ մեկ-մեկ հարց եք ուղում, ես շատ անգամ այդ հարցերին չեմ կարճ պատասխաններ եմ տալիս, որովհետև այս հենց երկար պատասխաններ է պարունակում իր մեջ։ Դրա համար այսօր տեսանյութով եմ անդրադառնում, որ էլ այդ հարցերը ինձ չուղեք։ Մեկ հարցի պետք է պատասխանեի, բայց արդեն երևի մի հարցի փոխարեն ես 10 հարցի միանգամից պատասխանեցի։ Հիմա տեսեք, այդ նույն հետևորդը, տեսեք ինչ մեկնաբանություն է գրել, առանձին է արդեն գրել, էլի նույն տեսանյութի տակ։ Մեզ հարց է տալի, «Ավ тут» ռուսերեն է գրել, «Վայլբերիզը» ռուսական է, ռուսները կեղծում են Սոլգարը եւ ուղարկում են Հայաստան։ Ես արդեն պատասխանել եմ, էլ չեմ ուզում 4-րդ անգամ անդրադառնամ, արդեն ասել եմ թե ինչու։ Հիմա եթե ձեզ նպատակահարմար է, որ դուք Վայլբերիզից պատվիրեք, խմեք, խնդրեմ, պատվիրեք ինչքան ուզում եք, խմեք ինչքան ուզում եք, բայց հետո որ խնդիրներ առաջանան, ինձ չգրեք, չհարցնեք ինչով ես ձեզ օգնեմ, որտեվ էլ հաստատ չեմ անդրադառնալու այս հարցին։ Եվ հարցի վերջը մի հատ կարդամ, այնտեղ մեջտեղը պետք չի որ բարձրաձայն կարդամ, գրել է. Եթե ռուսական չլիներ Վայլբերիզը, այլ թուրքական կամ վրացական, կարելի էր արխային գնել։ Քանի որ սենց հարց է գրել մեր հետևորդը, ես միանգամից անցնեմ այս թուրքական դեղերի հետ կապված էլ տամ ձեր հարցերի պատասխանը։ Ուրեմն տեսեք, Թուրքիան որպես պետություն իր երկրում ունի շատ արտադրողների գործարաններ։ Հիմա նայեք, շատ եվրոպական արտադրանքներ կան, հիմա չեմ հիշի անունները, որ հերթով ցիտեմ, մի օր դրա մասին ես հիշացրեք ինձ, տեսանյութ կնկարահանեմ, կտեղադրեմ YouTube-ում։ Շատ գործարաններ կան, շվեյցարական, գերմանական, ֆրանսիական, էլ ինչ ունենք այնտեղ, հոլանդական, հունգարական գործարաններ կան, արտադրողներ, որոնք բերել են իրանց ֆիլիալները, բացել են Թուրքիայում։ Ինչի են բացել Թուրքիայում։ Թուրքիայում են բացել, որպեսզի այդ նույն հունգարական, շվեյցարական դեղը, երբ որ գալիս է հասնում է Հայաստան, դառնում է 100,000 դրամ, 100,000 դրամի փոխարեն ինքը բերել է այլագործարան դրել է Թուրքիայում, որովհետև Թուրքիայից Հայաստան ներմուծման արժույթը ուրիշ է, Շվեյցարիայից երբ որ Հայաստան են բերում այդ նավատորմով այդ ճանապարհներով անցնում է, արդեն ուրիշ է, դրա համար գինը դառնում է էժան։ Ինձ հարցնում են ինչի է որ թուրքական դեղերը էժան է, նախ թուրքական չի, ժողովուրդ ջան, թուրքերը մի անգամից ես ասեմ, թուրքերը այդքան խելք չունեն որ դեղ արտադրեն։ Թուրքերը դեղ չեն արտադրում։ Եթե Թուրքիայում ինչ-որ դեղորայք եք տեսնում, կամ Հայաստանում ինչ-որ դեղորայք եք տեսնում, որ իրա վրա թուրքերեն է գրած, թուրքերեն է գրած, որովհետև Թուրքիայում է այդ գործարանը գնացել իր ֆիլիալը դրել, արտադրել։ Դա չի նշանակում, որ դա թուրքերն են արտադրել։ Էլի եմ ասում, թուրքերը այդքան խելք չունեն, որ դեղ արտադրեն։ Մեր Հայաստանի, մեր հայերը, հայ դեղագետները, հայ քիմիկոսները, մասնագետները, կենսաբանները ավելի լավ են դեղ արտադրում, քան թուրքերը։ Մեր հայկական արտադրանքը գերազանց արտադրանք է տալի։ Հələ հիշեք Մենովազենի տեսանյութը, երբ որ Մենովազենի տեսանյութը տեղադրել է YouTube, ամբողջ համացանցը այդ տեսանյութը այնքան էր պատտվել, 5 րոպեն մեկ ես նամակ էի ստանում։ Եթե հիմա տեսանյութ եմ տեղադրում կես ժամը մեկ եմ նամակ ստանում, այն ժամանակ 5 րոպեն մեկ նամակ էի ստանում։ Ընդհանրապես 2 թե 300 դրամ է տեղադրներում Մենովազինը հայկական արտադրանք, բայց տեսեք ինչքան լավն է ու ինչքան մարդու է այն օգուտ տվել։ Նորից եմ ասում, թուրքերը այդքան խելք չունեն, որ դեղ արտադրեն։ Այդ որ ամբողջ օրը գոռում են, գոչում են թուրքականա, թուրքականա, թուրքականը էժանա, թուրքականը լավն է, հա, թուրքականն է ձեր ասելով, վրեն թուրքերեն է գրած, դեղատուփի վրա թուրքերեն է գրված, բայց չի նշանակում, որ դա թուրքն է արտադրեն։ Շվեյցարիան, Գերմանիան, մի հատ էլ այնտեղ Մակեդոնիան, էլի այս վերջերս գործարան ուներ, Սկոպիայում է գտնվում, իր մայրաքաղաքում, էլի Թուրքիայում այդ գործարանը հիմնել է։
Թուրքիայում արտադրում է, որտեղ Թուրքիան տարանցիկ երկիր է համարվում, հարմար է, որ Թուրքիայից գնան բերեն։ Հիմա ենթադրենք Թուրքիայի տեղը կարար մի հատ ուրիշ X պետություն լիներ, անունը չլիներ Թուրքիա, լիներ X պետություն, այդ X պետությունից մենք էլի գնայինք բերեինք։ Հասկանում եք, այստեղ հարցը կայանում է նրանում, որ հենց թուրքերեն անունը լսում են, էլ վախը առաջանում, էլ հիասթափվում են, էլ չգիտես ինչ որ sense անհասկանալի ինչ որ ռեակցիա են տալիս։ Մեկ-մեկ ես էլ եմ զարմանում տենց մարդկանց վրա։ Չեն պատկերացնում, որ այստեղ լրիվ ուրիշ տակտիկա է գնում, լրիվ ուրիշ աշխատելաոճ է գնում։ Հիմա տեսեք, անդրադառնամ այն հնդկական օմեպրազոլը, որ բոլորը այդքան շատ հավանում են, այդքան շատ սիրում են։ Հնդկաստանում այդ գործարանը, որ գնաց է հիմնել է, այդ հնդիկներինը չի, ինքը հնդկական չի, ինքը ուղղակի հնդկերեն է գրվում, որովհետև Հնդկաստանում այդ գործարանը գնացել իր ֆիլիալը դրել, էլի եվրոպական արտադրանք է։ Ուղղակի Հնդկաստանից ստեղ բերել հասցնելը ավելի էժան է, ենթադրենք, քան Ամերիկայից։ Դրա համար Ամերիկայի դեղերը, որ գալիս է հասնում Հայաստան, 1-ին 10 գին է բարձրանում, ժողովուրդ ջան, ստեղ դա է խնդիրը։ Այս մենք պետք է հասկանանք։ Թե չէ որ տենց մենք ընկնենք 100, 500, 1000, 10000-ի հետևից, մեր ժողովուրդը կարող է առանց դեղ մնա։ Էլ սկսել ընդհանրապես դեղ չխմել, էդ էլ նորմալ չի, հասկանում եք։ Ես, չգիտեմ, ինչքանով եմ կարողանում ձեզ բացատրեմ, մատուցեմ, ինչքան հնարավոր է, ես փորձում եմ հանրամատչելի ձևով ձեզ բացատրեմ, որ հասկանաք ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետության դեղագործական շուկայում։ Այս ժամանակ մի 10-15 տարի առաջ ես էլ երբ ուսանող էի, այս on-line հարթակ չկար, 10-15 տարի առաջ մարդիկ չգիտեին, մենակ հայերը չէ, ընդհանրապես մարդը չգիտեր, որ կարելի է ինտերնետով դեղորայք պատվիրել, բերել հասցնել իր ուզած երկիր։ Ուզեին, չուզեին, գնում էին դեղատուն, այս գիննա, հա այս գիննա, վերջ, փողը տալիս էին, գումարը տալիս էին, դեղը վերջնում էին, գնում էին իրանց տուն, իրանց աշխատանքին էին անցնում, իրանց դեղն էին խմում եւ այլն։ Հիմա այդպես չի, հիմա արդեն ինֆորմացիան այնքան շատ է, ամեն օր նոր բան է ի հայտ գալիս։ Ամեն օր մենք ինֆորմացիա ենք ստանում։ Եթե ես 7-8 տարի առաջ, երբ որ մագիստրատուրայում սովորում էի, եթե ես ասենք 5-6 ամիսը մեկ կարող է տետրը բացեի, թերթեի մի հատ կրկնելով անցնեի, հիմա ամեն օր եմ բացում։ Ամեն օր, որտեղ ամեն օր բան է փոխվում։ Ամեն օր մենք նոր դեղորայք ենք ստանում դեղատանը։ Ու համոզված եմ շատ տեղերում հա տենց։ Հələ դեռ Հայաստանում այդքան զարգացած չի։ Հələ դուք պատկերացեք արտասահմանում ինչքան զարգացած է։ Ամերիկայում որ էլ տեղ չի մնացել երևի զարգանալու։ Որովհետև իմ աչքով տեսել եմ, շատ լավ գիտեմ ինչա կատարվում Ամերիկայի դեղագործական շուկայում ու Հայաստանում։ Ամերիկան զարգացած երկիր է, Հայաստանը զարգացող։ Աշխարհում կան զարգացած երկրներ ու զարգացող երկրներ։ Մենք զարգացող երկրների հուսամ տենց էլ մնալու ենք, զարգացող երկրների ցանկում ենք գտնվում։ Մենք ամեն օր պետքա կատարելագործվենք, սովորենք, կարդանք, իմանանք, տեղեկություն իմանանք, հարցնենք, եթե չգիտենք, որտեղ ամոթ բան չի հարցնելը։ Հասկանում եք։ Դրա համար հիմա սենց անընդհատ թեմա է բացվում, եթերը երկարում է, բայց ճար չունեմ, պետքա բացատրեմ, որ ձեր համար հասկանալի լինի։ Ես չգիտեմ, հիմա հնարավոր է մի օր այս տեսանյութը ինչ որ մեկը դիտի, որ ընդհանրապես իմ ալիքի հետևորդ չլինի ու իր համար ասենք, չգիտեմ, նորություն լինի, բայ, այս աղջիկը այս ինչ է ասում, բայց ես հաստատ Ամերիկա չեմ հայտնաբերում, ինչ որ մասշտաբային բացահայտումներ չեմ անում։ Ես ասում եմ այն, ինչի իրականում կա։ Ոչինչ ինձանից չեմ հնարում, ինչ կա, դա էլ ձեզ մատուցում եմ։ Այսպես ասում եմ, այսպես է։ Լավն է, ասում եմ, լավն է, որ վատն է, պետք է ասեմ վատն է, չեմ կարող, եթե մի բանը վատն է, ես չեմ կարող ասել, որ լավն է։ Կամ եթե լավն է, չեմ կարող ասել, որ վատն է։ Իմ մոտ այս կարգախոսն է անդադ տիրում։ Ինչ հարց տալիս եք, ձեր հարցը իսկույն պատասխան է ստանում։ Չգիտեմ ինչքանով կարողացա ձեր այս հարցերին տամ լիարժեք պատասխան, բայց այնպիսի հարցեր էի գրել, որ նստեի մեկնաբանությունով այդքան շարադրեի, մի քիչ ճիշտ չէր լինի։ Դրա համար ճիշտ էր միանգամից եթերով տալ բոլոր հարցերի պատասխանը, որ 21000 հետևորդ կա այս պահին YouTube-ում, 21000-ին էլ պարզ լինի, հələ համոզված եմ երևի մի 10000 էլ առանց բաժանորդագրության դիտում են, լավ թող լինի 31000։ Անցնենք առաջ։
Հա, այստեղ այդ նույն հետևորդը ասում է վերջին շրջանում ռեկլամ եք անում Solgar ֆիրման։ Ուրեմն հարգելի հետևորդներ, այդ ռեկլամ բառը ես ասեմ առաջին ու վերջին անգամ, ուշադիր լսեք, ես այդ կապակցությամբ որոշել էի տեսանյութ նկարահանեի ու նկարահանելու եմ։ Ասում եմ առաջին ու վերջին անգամ, խնդրում եմ այդ արտահայտությունը իմ տեսանյութերի տակ շատ եմ խնդրում չգրեք։ Ուրեմն ես նախ ռեկլամ չի, գովազդամ, դրա հայերեն տարբերակը կա, ես որևէ ֆիրմայի գովազդ չեմ անում։ Ես իհարկե այդ կապակցությամբ անպայման տեսանյութ կնկարահանեմ, կանադառնամ կասեմ, որը ոնց է։ Ուրեմն, Գայանե Շահբազյանի YouTube-յան ալիքում, դեղորայքային տեղեկատու հաղորդաշարում, որևէ գովազդ չի տիրում։ Ես չեմ գնում ուրիշ այդ ֆիրմաների դեղերը, որ ես ձեզ ներկայացնում եմ, ես չեմ գնում այդ ֆիրմաներին ասում եմ տվեք ինձ այսքան գումար, ես գնամ ձեր դեղորայքը գովազդանեմ, այս ֆիրմայից վերջացնեմ, գնամ մյուս ֆիրմայի դուռը բացեմ, ասեմ ինձ տվեք այսքան գումար, X գումար, ես գնամ ձեր պրոդուկտը գովազդանեմ։ Ոչ։ Ուրեմն քանի պրոդուկտ եմ ես իմեջով տեսանյութ նկարահանել։ Առաջինը Primus Med-ն էր, հայկական հայրենական արտադրանք։ Primus Med-ի գրասենյակ ես դեռ գնացած չկամ, ոչ խոսել եմ իրենց հետ, ոչ պայմանավորվել եմ, ոչ էլ ասել եմ ինձ գումար տվեք, ես գնամ ձեր դեղերը գովազդանեմ։ Չի եղել նման բան ու ոչ մեկի հետ էլ չի լինելու։ Գայանեն որևիցե մեկի հետ գործնականորեն չի աշխատում։ Գայանեն, երբ որ YouTube-ում տեսանյութ է տեղադրում, Գայանեն է բացառապես որոշում իր ալիքում ինչ տեղադրի, ինչը չէ։ Գայանեն դեղագետ լինելով, մագիստրոսի կոչում էլ ունենալով, արձինատուրան էլ ավարտելով, Գայանեն ինքն է որոշում կայացնում, բացառապես միանձնյա որոշում է կայացնում Գայանեն, թե ինչ ֆիրմայի մասին կարելի է վերցնելու խոսել։ Հիմա եթե ես վերցրելու խոսել եմ Solgar-ի մասին, ուրեմն դրա կարիքը կա, որովհետև ինքը պրոդուկտը շատ լավն է։ Solgar-ի արտադրանքը այսօր հիմնել է ոսկե ստանդարտ չափանիշ, որ ոչ մի ուրիշ ֆիրմա դեռ այդ աստիճանի չի հասել։ 78 տարի է Solgar-ը արտադրանք է տալիս։ Ես 78 տարի հաստատ գովազդ չեմ անում։ Նախ իմ ալիքում գովազդ չի գնում, դա գովազդ չի։ Դա դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է, որը ձեզ ինֆորմացիա տալիս դեղերի մասին։ Եթե նկատել եք, ուրեմն Solgar ապրանքանիշի մասին էլ կա մագնեզիումի տեսանյութ նկարահանած, որտեղ Solgar արտադրում է իր մագնեզիումի տարբերակը, ու նույն Magnidose վերնագրով Bonfarm-ի ֆիրմայի մագնեզիումի մասին եմ ես խոսել։ Bonfarm-ի մագնեզիումը նաև իր մեջ վիտամին B6 է պարունակում։ Հիմա ինչ դա նշանակում է, որ Solgar-ից առաջ էլ Bonfarm-ն է գովազդանում։ Ոչ, դա գովազդ չի հարգելիներ։ Սա դեղորայքային տեղեկատու հաղորդաշար, այսինքն հաղորդումների շարան է, շարք է, մի ամբողջ playlist, որ գնում է այս հարթակի մասին ինֆորմացիան տալիս է ձեզ դեղերի մասին։ Դա գովազդ չի։ Գայանեն որևիցե ֆիրմայի հետ չի աշխատում, որևիցե բան չի գովազդում։ Եթե նկատել եք, Գայանեն չի ասում գնացեք, այ մենակ այս դեղը կվերցնեք կխմեք, էլ ուրիշ դեղ չխմեք ուրիշ արտադրանքի։ Ոչ։ Ես մագնեզիումի մասին Bonfarm-ից էլ եմ խոսել, Primus Med-ից էլ եմ խոսել, Tonolise, որտեղ Tonolise-ն էլ է մագնեզիում B6, Solgar-ից էլ եմ խոսել, ուրիշ մի հատ մագնեզիում արտադրող ֆիրմա կա, հեսա Solgar-ից վերջացնեմ դրան էլ եմ հարադառնալու։ Ու այդ ֆիրմաները բոլորը իրար հետ շատ լավ բարի դրացիական հարաբերությունների մեջ են։ Ոչ մեկը ոչ մեկին կոնկուրենտ չի։ Հա, կարող է գնային քաղաքականությամբ մեկը մյուսին կոնկուրենտ են, բայց գնից ավելի բարձր կա որակ։ Իսկ որակը ինձ թվում է անգին է, ոչ մի գնով չես կարող առնել։ Որակին հասնելու համար դու պետքա չափանիշ ու ստանդարտ ունենաս, իսկ այդ ստանդարտը պետքա լինի ճիշտ գաղափարը։ Իսկ ճիշտ գաղափարն էլ առաջանում է մենակ խելացի մարդկանց գլխում, որտեղ անխելք մարդկանց գլխում չի կարող ճիշտ գաղափար առաջանալ։ Ուսամ տվեցի ձեր հարցի պատասխանը։ Եթե էլի ես հանդիպեմ, որ ինձ գրում եք, ինչ որ մի բան եք ռեկլամ անում, ես խիստ նկատողություն կտամ այդ հետևորդին ու մեկնաբանությունը կջնջեմ էջից։ Ես ուսամ մենք իրար հասկացանք, էլ նման բան չի կրկնվելու։ Ստեղ էլի շատ հետևորդներ կան, որ շնորհակալություն են հայտնում, ես ինքս էլ շնորհակալ եմ, որ դուք հետևում եք ու
ձեր գոհունակությունն եք հայտնում հարգելի հետևորդներ։ Մի վարքյան խնդրում եմ։ Ես առանձնացրել էի ուրեմն այս կարևոր մեկնաբանությունները, այսքանն էր սիրելի հետևորդներ, այն գլոբալ հարցերը, որ ուզում էի ձեզ տեսանյութի ընթացքում անպայման պատասխանել, որ ձեր մոտ մութ բան չմնա։ Մենք փոքր-ինչ ուշ կհանդիպենք դեղորայքային տեղեկատու հաղորդաշարի շրջանակները, որովհետև էլի ձեզ համար տեսանյութ ունեմ պատրաստած, իսկ արդեն մեկ ամիս հետո մենք անդրադառնալու ենք արդեն մեկ այլ ավելի կարևոր թեմայի, էլի բժշկական ոլորտա լինելու, բայց արդեն ոչ դեղորայքային տեղեկատու լինելու է ուրիշ հաղորդաշար, դրա մասին էլ անպայման էլի խոսելու ենք։ Եթե մնացին հարցեր կամ առաջարկներ, կամ բողոքներ, դժգոհություններ այս տեսանյութի մեկնաբանությունների հարթակում կարող եք գրել, ես կկարդամ եւ էլի կպատասխանեմ։ Մենք կհանդիպենք փոքր-ինչ ուշ դեղորայքային տեղեկատու հաղորդաշարի շրջանակներում։ Շնորհակալություն, որ հետևում եք իմ ալիքին։